Հովսեփյան Մուրադը, ամենայն հարգանքով Հովսեփյան Մուրադի նկատմամբ, բայց Սրբխեչը մարտի 8-ը չի կարող կտրել, որովհետև Սրբխեչը մարտի 8-ից 5 ամիս հետո է, այստեղ է, որ ասում եմ ճանաչել զիմաստություն և սխրատ, որովհետև պետք է հասկանալ, որ երբ որ բանը ձին դնում են սայլից հետո ու սկսում են դրա վրա դատողություններ անեն, այսինքն այս օրինակը մտածողության ֆորման ցույց է տալիս, ես էլի ձեզ ասում եմ, եթե կունենայինք շատ լավ վիճակ, այս ամսի 2011 թվականի 19 թվականի թղթի առաջարկը արտահայտում է նախորդող շրջանի բանակցային տրամաբանությունը։ Դուք էլ այն ժամանակ կոալիցիայի մեջ էիք, համաձայնվեիք, լուծեինք, պրծնեինք։ Եվ մենք այս խնդրից ձեր առաջարկած լավ վիճակը կբերեիք։ Այսինքն ինչ եք ուզում մեզանից։ Բա 18 թվին ես վարչապետ եմ դարել, ամբողջ ձեր եւ ձեր կոալիցիոն ասում է հողերը տվեց, ինչի համար, ասեմ ինչի համար, որովհետև այդ նույն փաթեթի մասա նաև Սերժ Սարգսյանի պատասխանը էլի ապրիլի 17-ին, որտեղ ասում է, որ մենք շատ վաղուց պետք է այլևս հույս չունենանք, որ Ադրբեջանը թողնելու է պատերազմով Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու իր մղումը։ Բայց վիճակը այն ժամանակ կար, ավելի լավ վիճակ կար։ Ինչի չեն լուծել։ Բայց ինչի չեն լուծել։ Ինչի են եկել ասում բանակցությունները կանգնած են փակուղիա ու պատերազմը։ Ինչ ենք մենք արել։ Մենք սկսել ենք ուսումնասիրել բովանդակությունը եւ հարցեր ենք տվել համանախագահողներին։ Իմիջայլոց, այդ ինչ որ ասում եք, ժողովուրդ, հարգելի գործընկերներ, ես վերջին 2020 թվից 5-6-10 անգամ այս ամբիոնից այս թեմաներին անդրադարձել եմ, որ ասել եմ Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչություն համաժողովրդական հանրաքվե, բա ինչի է միտեղ գրած համաժողովրդական, ժողովուրդ բառն է օգտագործած, միտեղ բնակչություն, ուրեմն ստեղ ուրիշ կատեգորիայի մասին է, ստեղ ուրիշ կատեգորիայի մասին է, ինչի է գրած ամբողջ այսինքն ես ոչ մի նոր բան, հարգելի գործընկերներ, այս փաթեթի մասին չունեմ ասելու, որովհետև 2020 թվականից մինչև մի X պահը ես ամեն ինչ ասել եմ, եւ այս փաթեթը, որը հրապարակված է, ինքը ընդամենը հիմնավորում է, ապացուցում է, որ այն ինչ որ ես ասել եմ կոնկրետ փաստերի վրա հիմնված։ Ինչ ենք արել, սկսել ենք քննարկել, խորհրդակցել հասկանալու համար բանակցային փաթեթի բովանդակությունը։ Եվ այդտեղ է նաև, որ ես տվել եմ հարցը եւ ստացել պատասխանը, որի մասին էլի ազգային ժողովի ամբիոնից երևի տասնյակ անգամ խոսել եմ։ Երբ որ ես համանախագահողներին ասել եմ, լավ, մեկնաբանություն։ Հիմա այս փաթեթով Ղարաբաղը կարող է չլինել Ադրբեջանի կազմում։ Եվ պատասխանը հնչել, որ այո, կարող է, եթե Ադրբեջանը համաձայնվի։ Ամբողջը այս թուղթ եւ այլն։ Ամեն ինչը ձևակերպված է դրա տակ։ Էլ չեմ ասում, որ ձեր փաթեթը ինքը մի էջ չի, մի թուղթ չի։ Ինքը 3 թղթից է բաղկացած, եւ այդ 3 թղթի բովանդակությունը ամբողջություն է։ Եվ այդ 2016 թվից եւ նաեւ գուցե նախորդող հիմա չեմ մտաբերում, բոլոր փաթեթներում նախատեսված է եղել Լեռնային Ղարաբաղի այդ պահին գոյություն ունեցող կարգավիճակի լուծարում, որ պետք է այն ինչ որ բանը Սերժ Սարգսյանի դիվանագիտությունը ներկայացնում էր որպես հաղթանակ, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը նշանակում էր եւ դա թղթերից ակնհայտ երևում է, Լեռնային Ղարաբաղի այդ պահին գոյություն ունեցող համակարգի լուծարում, զրոյացում եւ զրոյից հայ-ադրբեջանական առավելագույնը նոր համակարգի ստեղծում։ Ինչի՞ չեք ասում դա։ Դա այնքան ակնհայտ բան է։ Այսինքն ակնհայտը որը գրած է սևով սպիտակի վրա, բացեք 3-րդ փաստաթուղթը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշման նախագիծը, ավելի պարզ չի լինում, բայց չեք ասում։ Էլ չեմ ասում, ի վերջո երբ պետք է խոսում, դրա մասին եմ տասնյակ անգամներ ասել։ Այն ժամանակ, երբ որ հայկական կողմը համաձայնվել է հանրաքվեով
ապագա հարակվեով կարգավիճակ որոշելուն, այդ նշանակում է, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հարակվեն նույն պահին չեղարկվել է, հենց հայկական կողմի կողմից, նույն պահին չեղարկվել է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հաջորդ